Սիրելի ընկերներ, բարի երեկո։ Ես մի հատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, ուստի պետք է խնդրեմ, որպեսզի նախ տարածեք այս եթերը, որովհետև մի հատ շատ կարևոր հանգամանքի եմ ուզում անդրադառնանք այս եթերի ընթացքում, ուստի խնդրում եմ անպայման տարածել այս եթերը, որովհետև երկու կարևոր դեպք է եղել այս օրերի ընթացքում, որոնց վրա ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Այս թեժ շրջանում այնքան զբաղված եմ եղել, որ չեմ կենտրոնացել այդ դեպքի վրա եւ մոռացել էի քիչ առաջ, խնդիրը կայանում է նրանում, որ քիչ առաջ զրուցում եմ մեր պայքարակից ընկերներից մեկի հետ, անունը տալու համաձայնություն չունեմ, բայց զրուցում ենք, խոսում ենք ընդհանուր քարոզարշավի ընթացքի մասին ու մեկ էլ իմ խաղապարակից ընկերը ասում է, որ մի քանի օր առաջ այդ հարցումների հետ կապված զանգել են իրենց տուն, ընտրություններին մասնակից մի քանի ուժերի անուններ են թվարկել, իր մաման է պատասխանել հեռախոսին, մայրիկը, 10 ուժի անուն են թվարկել, որի մեջ ազգային ժողովրդավարական բևեռի անունը չկա, այսինքն զանգահարում են, հարցումներ է, որ քաղաքական ուժին կտակ ձեր ձայնը, նշում են 10 ուժի անուն, որի մեջ չկա ազգային ժողովրդավարական բևեռը եւ հանկարծ այդ մարդը խառնվում է իրար, թե ինչի չկա, ասում է ես ընտրելու եմ բևեռին, այդ հարցումներ անողները այսպես խառնվում են իրար եւ այլն, անջատում են հեռախոսը։ Ես հիշեցի մի հատ դեպք, ասում եմ, այս դեպքը տեղի ունեցել մի 2 օր առաջ, նորից կրկնեմ, զանգահարում են մեր պայքարակից ընկերներից մեկի մայրիկին, թվարկում են մի քանի ուժերի անուններ, ասենք մի 10 ուժի անուն, թե որ քաղաքական ուժին կտակ ձեր ձայնը, բայց որի մեջ չկա ազգային ժողովրդավարական բևեռի անունը։ Ինքը ասում է ընտրելու եմ ազգային ժողովրդավարական բևեռին, սրանք խառնվում են իրար ու վերջ։ Անջատում են։ Ես հիմա պատմում եմ դեպք, որը տեղի է ունեցել 3 չառաջի օրը, չնայած հա ճիշտ է դեռ այսօր օրը չի փոխվել, ժամը 11:20 է, 3 չառաջի օրը մենք Արմավիրում ենք, Արմավիր քաղաքում քարոզարշավ ենք իրականացնում, այդ պահին ինձ զանգում են, ես մինչև հիմա ունեմ ֆիքսած այդ հեռախոսահամարը, որովհետև հետո-հետ եմ զանգել, չեն պատասխանել ինձ։ Դուք տեսեք Հայաստանում սոցհարցումները ինչպես են իրականացվում։ Զանգահարում են, բա սոցհարցում ենք իրականացնելու, ասում եմ շատ լավ, ես հիմա գտնվում եմ աշխատանքի մեջ, խնդրում եմ մի քիչ շտապ անել, ժողովուրդ ջան, խնդրում եմ այս լայվը տարածել անպայման եւ անպայման դիտեք, դուք իմացեք եւ մի հավատացեք կեղծ սոցհարցումներին ու անպայման գնացեք ընտրության, որովհետեւ սոցհարցումները այսպես են իրականացվում, ես հիմա ձեզ կպատմեմ, թե ինչպես է իրականացվում։ Ինձ զանգում է բարեհամբույր ձայնով մի աղջիկ, որ մենք ձեր ժամանակից խլելու ենք, բան ասում եմ, բայց եկեք շտապենք։ Ինձ ասում են, որտեղ եմ գրանցված, հարցնում են, պատասխանում եմ, քանի տարեկան եմ, իմ անուն ազգանունն են ճշտում եւ այլն, եւ ես ասում եմ, խնդրում եմ, արդեն անցեք բուն թեմային, ասեք քաղաքական ուժերի անունները թվարկեք, որպեսզի ես ասեմ ում եմ տալու իմ ձայնը, հա, մի րոպե, նորից մի երկու, հիմա այս պահին որ քաղաքում եք բնակվում, ասում եմ, ես բնակվում եմ Երևանում, բայց իմ մշտական գրանցումը Գյումրիում է, բայց ես քվեարկելու եմ Երևանում, որովհետև այդ օրը ես գտնվելու եմ Երևանում, դիմել եմ ոստիկանության անձնագրային բաժին, թուղթ եմ ձեռք բերել, որպեսզի ես գնամ իմ ընտրությունը կատարեմ Երևանում։ Ու ասում եմ, եկեք արդեն ասեք քաղաքական ուժերի անունները, մեկ էլ տեսնում եմ, որ այս աղջիկը արդեն շատ է ձգում, ես ասում եմ, ազգային ժողովրդավարական բևեռին եմ ընտրելու, խնդրում եմ նշել ազգային ժողովրդավարական բևեռ, քվեաթերթիկ համար 8։ Այս աղջիկը ինձ ասում է, կներեք, դուք չեք կարող մասնակցել այս սոցհարցմանը, որովհետև մենք այս տարածքում արդեն շատ ենք սոցհարցում իրականացրել։ Հետո ես ճշտում եմ, գործս թողել եմ, ես լուսաբանում եմ բևեռի քարոզարշավի ընթացքը, ես չեմ ասել ում քարոզարշավ, ասում եմ աշխատանքի մեջ եմ, շտապ ասեք քաղաքական ուժերի անունները, ինքը չի ասում, ձգում է, մինչև ես եմ ասում եմ, դուք քանի որ չեք թվարկում, անդադ ինձ հարցեր եք տալիս, ես այդքան ժամանակ չունեմ, ես ասում եմ, ես ծնունդով Գյումրիից եմ, իմ գրանցման հասցեն Գյումրիում է, բայց ես ապրում եմ
վարձակալությամբ Երևանում եւ քվեարկելու եմ Երևանում, որովհետեւ այդ օրը չեմ կարողանալու ֆիզիկապես գտնվել Գյումրիում։ Եվ ասում եմ քվեարկելու եմ ազգային ժողովրդավարական բևեռին քվեաթերթիկ համար 8։ Ինձ ասում եք կներեք, դուք չեք կարող մասնակցել այս սոցհարցմանը, որովհետեւ մենք այդ տարածքում արդեն շատ ենք իրականացրել շատ ենք իրականացրել սոցհարցում էլ ուրիշ բնակության հասցեներով, ասում եմ հարցեր եմ տալիս, ասում եմ որ տարածքում եք շատ իրականացրել, Երևանում թե Գյումրիում, այս աղջիկը խճճվում է, չի կարողանում հարցերից պատասխանել, անջատում է հեռախոսը, ես հետ եմ զանգում, ինքը էլ չի պատասխանում, սա երկրորդ դեպքն է, ես չգիտեմ նույն ընկերությունն է անում այդ սոցհարցումը թե ոչ, ես ասում եմ, համընկավ իմ պայքարակից ընկերոջ հետ, որ իր մայրիկին էլ են գրեթե այս 2 օրերի ընթացքում զանգահարել, նույն ժամանակահատվածն էլ ինձ էլ զանգահարել են 3 չէ առաջին օրը, ես գտնվել եմ Արմավիր քաղաքում, մասնակցում էի ազգային ժողովրդավարական բևեռի քարոզարշավին եւ լուսաբանում էի բևեռի քարոզարշավը Եվ քանի որ շտապում է, ես խնդրեցի, որպեսզի հարցերը արագ ձևակերպեն, ի վերջո ես պատասխանեմ, որ քաղաքական ուժին եմ տալու իմ ձայնը։ Քանի որ արդեն շատ էին ցկցկում, ես նշեցի քաղաքական ուժի անունը։ Երբ նշեցի քաղաքական ուժի անունը, որ բևեռին եմ տալու իմ ձայնը, ինձ ասում են կներեք, դուք չեք կարող մասնակցել այս սոցհարցմանը, որովհետև այդ տարածքում արդեն մենք շատ ենք իրականացրել։ Այդպես էլ չպատասխանելով, թե որ տարածքում, օրինակ, Գյումրին նկատի ունեին, թե Երևանը նկատի ունեին։ Սա ժողովուրդ ջան, հետո սոցհարցումներ կհրապարակեն, ինչ-որ թվեր կհրապարակեն, որոնցով ժողովրդին կդնեն մոլորության մեջ, կնշեն ինչ-որ քաղաքական ուժերի դիմաց տվյալներ, իրականությանը չհամապատասխանող, օրինակ ցածր տոկոսներ, հետո էլ կտարածեն խոսակցություններ, թե տեսնում եք, որ համարյա ձայն չունեն, էլ ինչ եք գնում տվյալ ուժին քվեարկում, բանը փոքր ուժ են, շանսեր չունեն խորհրդարան անցնելու, Ոչ, սիրելի հայրենակիցներ, չենք հավատում ոչ մի այսպես կոչված սոցիալական հարցումների արդյունքների։ Ես ձեզ ցույց եմ տալիս, փաստն էլ կա, ես կարող եմ հրապարակել նաև հեռախոսահամար, որով ինձ զանգահարել են, դժվար չէ, պահպանված է, ես կարող եմ գտնել օրվա այդ ժամին, ինձ ով է զանգել, հրապարակենք այդ հեռախոսահամարը, որպիսի դուք հավատաք, եթե չեք հավատում իմ խոսքերի ճշմարտացիությանը, ես նորից եմ նշում, չենք հավատում որևէ սոցհարցումների, որովհետև զանգահարում են, այդ սոցհարցումները կամ պատվիրում է իշխանությունը, կամ այն քաղաքական ուժերը, որոնց ձեռնտու չեն, որպիսի ազգային ժողովրդավարական բևեռ անունը ընդհանրապես հնչի, դրա համար երբ տվեցի բևեռի անունը, ինձ ասացին, որ դուք չեք կարող մասնակցել սոցհարցմանը եւ այլն, հետո հետ եմ զանգահարում, ինձ այլևս չեն պատասխանում այդ համարով, սա կեղծիքի բացահայտ օրինակ է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ազգային ժողովրդավարական բևեռին ներկայացնեն ինչ-որ մարգինալ ուժ, դուք այնքան ձայներ չունեք, որ օրինակ ձեր անունը չեն էլ տալիս, էլի, կամ տալիս են, չեն էլ շարունակում սոցհարցումը, այս ամեն ինչը կեղծիք է, մի հավատացեք որևէ սոցհարցման, ազգային ժողովրդավարական բևեռը շատ ձայներ ունի, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է անպայման հունիսի 7-ին ակտիվ մասնակցենք ընտրություններին եւ գնանք ընտրենք համար 8 քվեաթերթիկը։ Չհավատակ այս կեղծիքներին, այս մանիպուլյացիաներին, որոնք իրականացվում են այս օրերին, հետո այդ սոցհարցումների տվյալները հրապարակում են, որպեսզի ժողովուրդը տեսնի, ասի, չունեն մարդիկ ձայն։ Ոչ, կեղծ են, սիրելի հայրենակիցներ, կեղծ են այդ ձայները։ Ես օրինակ բերեմ։ Հիմա ոնց որ ես կազմակերպեմ սոցիալական հարցումներ, ինձ ցանկալի քաղաքական ուժերի անունները տամ, ինչ որ քաղաքական ուժերի անտեսեմ, հետո էլ զանգեմ, այդ հարցումները իրականացնեմ ու դրանց արդյունքները հրապարակեմ։ Դա որքանով է օբյեկտիվ։ Օբյեկտիվ չէ, սա կեղծիք է, դրանք չեն կարող լինել օբյեկտիվ կամ անկախ սոցիալական հարցումներ։ Չի կարող գրեթե 2 օրվա մեջ 2 նման դեպք լինել։
Եղել է, սիրելի ժողովուրդ, այսպիսով մեզ մոլորեցնում են, այսպիսով ընտրողներին փորձում են մոլորեցնել, խաբել, վարկաբեկել ուժերին, իսկ ես ասում եմ գետնի վրա, արդեն տևական ժամանակ դուրս եմ գալիս, գործերս թողնում եմ, դուրս եմ գալիս, շփվում եմ մարդկանց հետ, տեսնում եմ տրամադրությունները Բևերի հանդեպ ինչպես է։ Ու այն որ ես կեղծ սոցհարցումների մեջ Բևերի անունը չեն տալիս կամ երբ ընտրողն է տալիս Բևերի անունը հեռախոսը անջատում են սոցհարցումներ իրականացնողները, սա արդեն հստակ հետևություններ անելու առիթ է տալիս մեզ բոլորիս, սիրելի հայրենակիցներ։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, սա նշանակում է, որ մենք խփում ենք թիրախին, թիրախը ռեժիմն է, թրքահպատակ Նիկոլ Փաշինյանն է, ուստի հունիսի 7-ին շատ ակտիվորեն մենք պետք է մասնակցենք, որովհետև մեր ակտիվությունը այս ռեժիմի մահն է, այս ռեժիմի վախճանն է, սիրելի հայրենակիցներ։ Գնում ենք շատ ակտիվ, տանը չենք նստում, որովհետև եթե մենք տանը նստեցինք, այս թրքահպատակները նորից վերարտադրվելու են, գալու են նորից զավթելու են իշխանությունը եւ իրենց ադրբեջանական ծրագրերը իրականացնելու են։ Այո, այսօր ասում էր, որ սահմանազատման գործընթացը պիտի ավարտին հասցնեն, դա նշանակում է, որ հայկական գյուղեր պիտի հանձնեն թշնամուն։ Ալիևը նորից շարունակում է խոսել, որ 300,000 ադրբեջանցիները պիտի գան, ավելին Ադրբեջանի խորհրդարանում խոսում են այն մասին, որ Նիկոլի ստորագրած թրիփը, սիրելի հայրենակիցներ, պիտի կոչվի վերանվանվի Ալիևի անունով։ Հստակ հետևություններ արեք նրանից, որ այսօր կեղծ սոցհարցումներով փորձում են ձեզ խաբել, արդեն կեղծել ընտրությունների արդյունքները, ցույց տալ, որ քաղաքական դաշտում կան իրենց նախընտրելի ուժերը, բայց մենք պիտի խառնենք այս ռեժիմի պլանները, ակտիվ պիտի հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս, տանը չպիտի նստենք ու պիտի գնանք ընտրենք ազգային ժողովրդավարական Բևերին։ Հավատացեք, սիրելի հայրենակիցներ, մենք շատ ավելի ձայներ ունենք, մեզ շատ ավելի ճանաչում են, քան մենք պատկերացնում ենք։ Ուստի մենք ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ ճանապարհի վրա ենք, ազգային ժողովրդավարական Բևեր, քվեաթերթիկ համար 8։ Չմոռանամ, որ վաղը առավոտյան ժամը 10-ին, սիրելի հայրենակիցներ, բոլորից սպասում ենք մասնակցելու մեծ ավտոերթի, շարժվում ենք վաղը մայիսի 31-ն է Կիրակի դեպի Էջմիածին, հոգևոր մայրաքաղաք ավտոերթով։ Իսկ ամսի 5-ին, հունիսի 5-ին, ազգային ժողովրդավարական Բևերը մեծ հանրահավաք եւ երթ է իրականացնելու ժամը 18:30-ին է մեկնարկելու Մատենադարանի մոտից։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ եւ սիրով սպասում ենք։ Չմոռանաք այս եթերը տարածել, որպեսզի ձեր ընկերները տեղեկանան, թե ինչ կեղծ սոցհարցումներով փորձում են ժողովրդին մոլորեցնել։ Այսքանը բարի գիշեր եւ առողջ եղեք։